Ես ուզում եմ Ռուզանի հարցը եւս մեկ անգամ հնչեցնեմ, չհամարեք դա առանձին հարց։ Ուրեմն խոսքը Նավասարդ Սրբազանի մասին է։ Նա մեղադրվում էր մինչև 18 թվականը տարբեր զանցանքներում, տարբեր խոտոր ճանապարհով գնալու եւ եթե դուք կարծում եք, որ դա այդպես է, ինչու այնուամենայնիվ չեք անդրադարձել դրան մինչև 18 թվականը։ Գիտեք, յուրաքանչյուր անձի վերաբերյալ մեղադրանքները պետք է որ փաստարկներ ունենան։ Նման փաստարկներ ներկայացված չեն։ Եվ մենք չենք կարող զանազան մեղադրանքներ հիմք ընդունելով դատապարտության ենթարկել մեր եկեղեցականներին։ Եթե որևէ եկեղեցականի առնչությամբ արկա է հստակ մեղադրանք եւ այդ մեղադրանքը հիմնավորված է ու փաստված, բնականաբար եկեղեցին համապատասխան որոշում կայացնում է։ Հիմա իմ հարցերն են։ Այո։ Թեմի առաջնորդի վերաբերյալ փաստորեն Փաշինյանին ենթակա Փաշինյանի կամակատար դատարանը փաստորեն վերանշանակեց Մասյասոտնի թեմի առաջնորդ։ Չնայած դա ձեր կամքին դեր է եւ ձեր իրավասության տակ է։ Հիմա պատկերացրենք այսպիսի մի վիճակ, որ Փաշինյանի դատարանը, Փաշինյանի ԱԱԾ-ն կամ չգիտեմ, քննչական ծառայությունը հրճակում է X-ին կամ Y-ին ամենայն հայոց կաթողիկոսը։ Ինչ հետևանքներ դա կարող է ունենալ։ Ինչպես կարգալույց եղած անձին առաջնորդի հանգամանք վերապահելը որևիցե հետևանք չունի եւ չի կարող ունենալ եկեղեցական մեր կյանքում, նա աշխարհիկ անձ է եւ այն բոլոր որոշումները նաեւ հարկադիր կատարման ծառայության կողմից վերապահված որպես իրավունք կարգալույց եղած անձին հակասահմանադրական են, հակաօրինական են եւ հակականոնական։ Եվ դատապարտելի է, որ իշխանությունները իրենց նման իրավունք են վերապահում։ Շարունակությունը ձեր հարցի։ Շարունակությունն այն է, եթե ԱԱԾ-ն որոշի, որ ամենայն կաթողիկոսը X-ն է։ Ինչ է կանը։ Ինքնակոչ անց պիտի լինի։ Նա կլինի այդ հանգամանքի մեջ անձ այն մարդու համար, ով այդպիսի որոշում է կայացրել եւ մեր ժողովրդի կողմից բնականաբար այդ ընկալումը չի ունենա այդ անձը։ Երկրորդ հարցը ավելի ընդհանրական է, հիմա նախընտրական վիճակ է եւ ընտանիքներում, աշխատանքային կոլեկտիվներում, ընկերական շրջապատում շատ մեծ լարվածություն կա, բևեռացվածություն կա մարդկանց միջև, այսինքն մեկը մեկի կողմից է, մյուսը մյուսի կողմից է եւ ես ենթադրում եմ, որ անկախ ընտրությունների արդյունքներից ունեցի 7-ից հետո այդ լարվածությունը պահպանվելու է։ Ինչ պետք է անի հոգեվորական դասը, որպեսզի այդ լարվածությունը մեղմվի։ Եկեղեցին շարունակելու է անշեղորեն իրականացնել իր հոգևոր առաքելությունը եւ մեր ժողովրդի զավակաց նկատմամբ իրականացնելու է քարոզչությունը, որպեսզի լինեն սիրով, միաբան, համերաշխ եւ իրենց ջանքերը իգործ դնեն մեր հայրենիքի եւ մեր ժողովրդի արժեվ ծառացած դժվարին հարցերի եւ խնդիրների կարգավորման նպաստ։ Քանի որ արդեն ընտրություններից խոսք եղավ հարցի միջոցով, կխնդրեմ ասեք, թե
Վեհապարտ Տեր, արդյոք դուք հանդիպել եք այն լիդերներին, որոնք իրենց օրակարգում կարմիր գծով պահում են հայ առաքելական Սուրբ Եկեղեցու պաշտպանության հարցը։ Եղել է արդյոք ընդդիմադիր լիդերների հետ հանդիպում եւ որքանով է նրանց տեսլականը ձեզ համար իրատեսական, այսինքն դուք լսել եք նրանց ինչպես են պաշտպանելու եկեղեցին եւ իրատեսական է այդ ամենը, Փաշինյանի դեմ ի վերջո կկարողանան պայքարել նաեւ ընդդիմադիր լիդերները։ Մենք մեր եկեղեցու հավատացյալների հետ հանդիպումներ ունեցել ենք, որոնք որ հանդես են եկել ի պաշտպանություն եկեղեցու։ Եթե լիդերների պարակային անշուշտ չեմ կարող, ես ժամանակին հանդիպումներ ունեցել եմ հանրապետության եւ առաջին նախագահի, եւ երկրորդ նախագահի, եւ երրորդ նախագահի հետ։ Մենք գնահատում ենք բոլոր այն անձանց հավատարմությունը հանդեպ եկեղեցին եւ նաեւ իրենց աջակցությունն ու զորակցությունը եկեղեցու իրավունքների պաշտպանության ի խնդիր։